Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեր հետ է Կարեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ հոգեթերապևտ։ Այսօր ձեզ կներկայացնեմ նևրասթենիան։ Նևրասթենիան ըստ 10-րդ հիվանդությունների միջազգային դասակարգմամբ դասակարգվում է 48 կեցցրո ախտորոշմամբ։ Ինչ է նևրասթենիան։ Ֆիզիկական պատճառ չունեցող մշտական հոգնածություն, մարսողական խանգարումներ, պարեսթեզիաներ, սեռական ակտիվության նվազում։ Այն հաճախ անվանում են նյարդային հյուծվածություն կամ ֆունկցիոնալ համախտանիշ։ Հոգեբանական հիմք նևրասթենիայի առանցքային ախտանիշը հոգնածությունը դիտվում է որպես առաջնային հոգեբանական պաշտպանողական մեխանիզմ, ներքին կոնֆլիկտից խուսափելու ձևավորվում է երկրորդային պաշտպանողական մեխանիզմ, հոգնածությունը սոմատիկ պատճառ գտնելու փորձ։ Կոնֆլիկտի հիմքը սովորաբար լիովին կամ զգալիորեն չի գիտակցվում։ Հոգնածությունը կարող է լինել խորհրդանշանական արձագանք կարևոր ցանկությունների կամ մղումների անհնարին իրականացմանը, հաճախ ուղեկցվում է հիասթափությամբ և ձախողման դառնությամբ։ Նևրասթենիայով անձանց ավելի բնորոշ է շրջապատի կողմից բարձր գնահատման ձգտում, էգոցենտրիզմ, կախվածության պահանջ, թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո կայուն և տանջող հոգնածություն և թուլություն։ Նևրասթենիայով անձանց բնորոշ է սուր կամ քրոնիկական մկանային ցավ, թմրացության կամ զրկման զգացում, մկանային լարվածության պայմանավորված գլխացավ, քնի խանգարում, չհանգստանալու անկարողություն, գրգռվածություն։ Ախտանշանները չեն անցնում նորմալ հանգստից, թուլացումից կամ շեղումից հետո։ Տևողությունը խանգարումը տևում է ավելի քան 3 ամիս։ Տվյալ սիմպտոմները ունենալու դեպքում դիմեք մասնագետին։ Եղեք առողջ, ձեր հետ էր Կարեն Լևոնի Ասլանյանը, հոգեբույժ հոգեթերապևտ։ Ցտեսություն։